Պարոն Մխիթարյան, չնայած քիչ առաջ դուք անդրադարձաք Միքայել Սրբազանին, որը ձեր մասին խոսելիս ասել էր կեղծ ընդդիմադիր, դուք էլ ասիք երևի նեղացրել եք, ինչով պիտի նեղացրած լինեք Միքայել Սրբազանին, որ ձեզ օրինակ ասի կեղծ ընդդիմադիր։ Չգիտեմ, ես ամենայն դեպս այդ ձևակերպման հետ հաշտ չեմ ու արտար չեմ համարում այդ ձևակերպումը, բայց էլի եմ ասում, իմ Սրբազանը իմ հարազատն է, հարազատների մեջ հազար մի բան կարող է լինել, բայց քրիստոնեությունը նաև ու հատկապես ներելու մասին է, այնպես որ ես իմ Սրբազանի ցավը տանեմ։ Պարոն Մխիթարյան, անդրադառնալով այս նախընտրական շրջանում ձեզ քննչական կոմիտե հրավիրելու, մասնավորապես կենտրոնի քննչական բաժին, դուք դա քաղաքական հետապնդում էիք որակել, այսօր Ալեն Սիմոնյանը անդրադառնալով նման կոնտեքստներին ասեց ճնշման տարբեր ձևեր կան, Եթե ուզենայինք ճնշում գործադրենք, վարորդական... Եթե ուզենայինք ճնշում գործադրենք, թիկնապաներին կասենք, ձեռները կբռներ, շեսը կմոտենայի ու կթքեի Սփյուռքահայի վրա, օրինակ, չէ, ինքը այդ ճնշման այդ ձևերը գիտի։ Դե հիմա կներեք ուխտերին ինչ մեկնաբանեմ։ Ամեն դեպքում ասում են, որ շատ եք ամեն ինչ քաղաքականացնում, հիմա դեպք է, պատահել է, հիմա են անդրադառնում, պետք չէ ամեն ինչը կապել քպեի կամ ընդհանրապես քաղաքական հետապնդման հետ։ Եկեք ծիծաղենք անցնենք առաջ էլի։ Լավ։ Պարոն Մխիթարյան, տեսեք, այսպիսի մի դիսկուրս է ծավալվում, որ եթե գյումրեցիները ընտրում են օրինակ Մարտուն Գրիգորյանին, եթե ընտրելու են Ռուբեն Մխիթարյանին, ընտրելու են Կարեն Սիմոնյանին եւ մյուս ընդդիմադիր դիրքավորված անձանց, ապա իրենք ընտրելու են Վարդան Ղուկասյանին։ Դուք այս միտքը ինչպես կմեկնաբանեք։ ՔՊ-ն ասում է, եթե ընտրում եք ՔՊ-ին, հստակ գիտեն, որ ընտրում է քաղաքական Նիկոլ Փաշինյան։ Հստակ գիտեք, որ ընտրում եք Նիկոլ Փաշինյանին, այսինքն հարգելի ժողովուրդ, եթե դուք ընտրում եք Սարիկ Մինասյանին, դուք հստակ ընտրում եք Նիկոլ Փաշինյանին։ Եթե դուք ընտրում եք Սարիկ Մինասյանին, դուք ընտրում եք Նիկոլ Փաշինյանի բոլոր դժբախտությունները, որոնք ինքը բերել է այս պետության գլխին, որոնցից անմասն չի մնացել նաև Գյումրիին։ Գնացեք Գյումրիի Պանթեոն, կտեսնեք ինչի մասին է խոսքը։ Եթե դուք ընտրում եք Սարիկ Մինասյանին, ապա դուք ընտրում եք սուտը, կեղծիկը եւ մանիպուլյացիան։ Եթե դուք ընտրում եք Սարիկ Մինասյանին, ապա դուք ընտրում եք Նիկոլ Փաշինյանի այն բոլոր խոստումները, որը նա չի իրականացրել 2018 թվականից սկսած։ Ըստ այդմ սիվիկների եւ մնացած նմանատիպ դեղին մամուլի տարածած հիմարությունները, նաեւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության գյումրեցի падգամավորների բերանով մեկնաբանել անշնորհակալ գործ է։ Ինտելեկտուալ այն նիշայի վրա, որ իրենք գտնվում են, այդ ամեն ինչը մեկնաբանելու համար բանը պետք, նոր գեներատոր է պետք ստեղծել, էլի մտավոր, որը հասկանում է միայն ՔՊ-ի падգամավորների արտաբերած կամ ավելի շուտ արտաթորած մտքերը։ Նայեք, նաև այսպիսի տեսակետ կա, որ Ռուբեն Մխիթարյանի, Վարդան Ղուկասյանի եւ Մարտուն Գրիգորյանի ընտրազանգվածը, եթե իրար չվնասեն, այսպես ասած մի համայնք դառնան, իրենք Գյումրիում կկարողանան հաղթել Նիկոլ Փաշինյանին։ Դուք այս ընթացքում քննարկում, հանդիպում, օրինակ բոլորը գիտեն, հա, Մարտուն Գրիգորյանի եւ Վարդան Ղուկասյանի լարվածությունը, հակասությունները միմյանց միջև, բայց ասում են իրանք պիտի այս ընթացքում չվնասեն իրար եւ միավորվեն։ Հանդիպում ունեցել եք նրանց հետ խոսել։ Ոչ մի տեխնացուի հետ հանդիպում չեմ ունեցել եւ չեմ էլ պատրաստվում անկեղծ ասած հանդիպում ունենալ։ Մեր դիրքորոշումները բոլորս հստակ ասել ենք այս ամբողջ քարոզչության ընթացքում, բոլորը մասնակցում են հաղթելու համար։ Մտքերի մեջ ունենալով նաև երկրորդ եւ երրորդ սցենար։ Մինչև չհասնենք այդ երկրորդ եւ երրորդ սցենարներին, խոսելը դրա մասին անիմաստ է, բայց վստահաբար բոլորն էլ ձգտելու են անել ամեն ինչ, որպեսզի Գյումրիում ՔՊ-ն իշխանություն չունենա։ Պարոն Մխիթարյան, ձեր քիչ առաջ տեղ ունեցած նախընտրական հանդիպման ժամանակ եւ ծրագիրը, որ ներկայացնում եք, բավականին լայն սպեկտրներով էր, հա, զբոսաշրջությունից մինչև տնակներ, ասացիք, որ մինչև 40 տարին լրանալը ուզում եք այնպես անել, որ Գյումրիում այլևս տնակներ չլինեն։ Եթե այնպիսի սցենար լինի, որ դուք չեք անցնում որպես քաղաքապետ, բայց ընդդիմադիրները կոալիցիա կազմելով դառնում են քաղաքային իշխանություն, այն ներկայացրած ծրագիրը, որ այն տեսլականը, որը դուք ունեք Գյումրիի համար, դա կյանքի կոչվելու է։ Ես միանշանակ ներկայացնելու եմ մեր պատկերացումները տվյալ մարդկանց ու եթե իրենք գտնեն, որ այդ պատկերացումները տեղավորվում են
իրենց ծրագրային դրույթների ու պատկերացումների մեջ միանշանակ պատրաստ եմ օգնել, որպեսզի դա իրականանա։ Դուք նաև շեշտը դրել եք զբոսաշրջության վրա հիմնականում, այս ընթացքում գյումրեցիների հետ հանդիպումներ եք ունեցել, իսկ գյումրեցին համար առաջին խնդիրը որն է արձանագրում եւ ինչ է ուզում գյումրեցին։ Գյումրեցին ուզում է ապրել լավ, հանգիստ, անվտանգ քաղաքում, զարգացող քաղաքում, բարձր կենսամակարդակ ունեցող քաղաքում, մշակույթի ու արվեստի հոգով ապրող ու թևածող քաղաքում գյումրեցին ուզում է տեսնել այն անհոգ կյանքը, որը որ ունեցել է մինչև 88 թվականի երկրաշարժը։ Քանի որ ես այն սերունդի ներկայացուցիչներից եմ, որը շատ լավ հիշում է նախաերկրաշարժյան Լենինականը, իմ գլխի մեջ հենց այդ պատկերներն են, որ ես փորձելու եմ նոր Գյումրիին տալ Լեննականյան այն հրաշալի իմպուլսները ու այն պատմական ձեռքբերումները վերադարձնել, որպեսզի մեկնարկային կետում ապագայում Գյումրին միշտ ունենա հստակ պատկերացում, որ ինքը Լենինականի շարունակողն է, այլ ոչ թե նախկին Լենինականի հետ կռիվ տվող է։ Պարոն Մխիթարյան, նախընտրական շրջանը, մարտի 15-ից մեկնարկել է նախընտրական քարոզարշավը, ինչպես կգնահատեք, մասնավորապես վերջին 2 օրերը բավականին, այսպես ասած, լարված անցան այն առումով, որ թեկնածուները մեկը մյուսին այսպես ահ տալով, վախեցնելով, մեկը ասեց ժամանակ եմ տալիս, թեկնածուներից մեկը առաջին համարը Թուրքիայի կացության թուղթ ունի, այսօր պարզ դարձավ ում մասին է խոսքը, չնայած Սարիկ Մինասյանը նաև հայտարարել էր, որ Թուրքիայի քաղաքացիության համար է դիմել, հիմա ժամանակ են տվել մինչև այսօր երեկոյան, որ ներողություն խնդրի, այս մյուս կողմը ասում է թեկնածուներից մեկի հայրը վաշխառու է, տոկոսով գումար է տալիս, իրենք էլ են ժամանակ տվել, սա ի վերջո տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ է, թե ռազմոր կա։ Ժամացույցի գործարան է ստվում, եթե բոլորը իրար ժամանակ են տալիս, մեզ էլ էին ինչ-որ ժամանակ տվե, սպասեցինք, այդ ժամանակը անցավ, ոչ մի բան չեղավ։ Մերի ջան, դուք Գյումրիում եք շատ երկար ժամանակ, արդեն ինքներդ դատեք, Facebook-ից դուք լարվածություն տեսնում եք քաղաքում, լրատվականներից դուրս անկեղծ լարվածություն, չկա նման բան, այսինքն երբ անջատում ես մեդիաների ու Facebook-ների աղմուկը, քաղաքը շարունակում է ապրել իր բնականոն կյանքով, մարդիկ նորմալ իրենց աշխատանքին են գնում, իրենց ուղղակի այդ շոու էլեմենտները երեկոյան նստում նայում են, ով ում ինչ ասեց։ Հատուկ շեշտում եմ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության հռետորաբանությունը ագրեսիվացել է երկրի չստացված գերագույն գլխավոր ղժղժի այցելությունից հետո, որը եկավ ահավոր մանրաժ Լեննականից հեռացավ ու ենթադրում եմ WhatsApp-ով, այն WhatsApp-ով, որով մարդկանց աշխատանքից ազատում է, հիմա անդադար կարգադրություններ է ուղարկում ու ենթադրում եմ ասում է Սարիկ, դու ասա էսի, Էմա, դու ասա էսի ու ինչ անուններ ունենել ընդեղի բանը այդ սիտկոմի կերպարները, էլի, բոլոր այդ սիտկոմի կերպարներին ինչ որ հաղորդագրություններ է ուղարկում, սրանք է դուրս են գալիս ու ինչ որ բաներ են խոսում անհասկանալի, իրենց խոսացածը հասկանում է միայն իրենց էլեկտորատը, մեկնաբանել այդ անհնար է։ Դուք նաև ձեր նախընտրական ծրագրի մեջ անդրադարձաք ցեղասպանությունները շղթող իշխանություններին, ընդհանրապես ադրբեջանցիների հետ խաղաղության պայմանագրի կամ խաղաղության համաձայնագիր ստորագրողներին, իրենք էլ ձեզ ի հակադարձում, մասնավորապես Գյումրու ընտրություններին, ասում են ձեր պայքարը ոչ թե հանուն Հայաստանի է, այլ ընդդեմ Հայաստանի է, ընդդեմ պետականության։ Այդ ով է ասում։ Կոնկրետ, որ ձեր պայքարը ընդդեմ պետականության է, վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Այդ ասում է մի ուժի ներկայացուցիչ, որը վերջին 5 տարիների ընթացքում այս պետությանը բերել է միայն ողբ, աղետ, պարտություններ, կապիտուլյացիա, ինչի համեմատ։ Դե Նիկոլ Փաշինյանը ամենայն դեպս ասում է մենք ոչ մի բան չէ, ինչ ենք զիջել, մի հատ ցույց տվեք էլի։ Ասում եք Կիրանցում ոսկե պարոն վիճակը պայթյունավտանգ է, հիմա գնացեք տեսեք տուրեր են կազմակերպում։ Այդ ոնց պայթյունավտանգ եւ տուրեր են կազմակերպում, ավելի ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը երբեք չի։ Դա ասում է մի մարդ, որը իր ելույթներից մեկը ազգային ժողովում ավարտեց հետեւյալ տողերով։
Հայաստանի Հանրապետության ապագան եւ Արցախի Հանրապետության ապագան կախված է մի մարդուց եւ այդ մեկ մարդը ես եմ։ Արցախի Հանրապետությունը ուր է։ Սա էլ թող լինի ձեզ պատասխանը։ Եթե ինչ որ հարցեր այս պետության հետ կախված են մի մարդուց եւ այդ մեկ մարդը ինքն է, ուրեմն խոսել ավելի ինքնիշխան պետության, չզիջած պետության մասին ինչ որ բաներ 2021 թվականին ընտրությունների ժամանակ ինքը իր ժողովրդին խնդրում էր տալ 2-3 ամիս գերիները կհամբերեն դա հանուն պետականության է անցավ 4 տարի թե այդ պետությունից թե այդ պետականությունից գրեթե բան չի մնացել այնպես որ ընդդեմ պետականության խոսացող մարդիկ Շուշիում շուշպար բռնող մարդիկ որոնք հետո Շուշին դժգույն ու դժբախտ քաղաք էին համարում 3 միլիարդ դրամով Գյումրիի բոլոր տնակների հարցը ընդմիշտ լուծող իշխանությունը, որ այսօր չի տեսնում այդ դոմիկները, 6 տարվա մի ծննդատուն կառուցել չկարողացող իշխանությունը, 20,000-ից 40,000 աշխատատեղ խոստացող 4 նավահանգիստ այդպես էլ չկառուցած իշխանությունը, երբ որ ընդհանրապես պտառով ինչ-որ բաների մասին խոսում է, մի քիչ թող ուշադիր լինի էլի։ Նաև ընդդիմադիր ներկայացուցիչներին մեղադրել էին նրան, որ անընդհատ Արցախի հարցը շահարկելով, Արցախի մասին խոսելով, իհարկե Սարիկ Մինասյանը ասում էր չենք բավարար չափով չենք կռվել, ասում են դուք Արցախի հարցը պարզապես օգտագործում եք կրկին իշխանության գալու համար։ Ղարաբաղը ծախածները Եթե ինքը փաստ ունի, որ Ղարաբաղը ծախել են ու չի դիմում իրենց ներքին գործերի նախարարին, ուրեմն ինքը թաքցնում է հանցագործություն։ Իդեպ այդ նույն անձնավորությունը ասել էր, որ ինձ որ ներքին գործերի նախարարության այդ կենտրոնի բաժանմունքի ենք այն չէ, դա շոու է։ Այսինքն ինքը կոնկրետ մեղադրում է իր վարչապետի նշանակած ներքին գործերի նախարարին, որ դա ինչ որ մի պայմանավորվածության մեջ է իմ հետ եւ մենք ընդհանուր ինչ որ մի հատ շոու ենք կազմակերպել։ Այս մարդիկ ընդհանրապես չեն հասկանում ինչի մասին են խոսում, էլի։ Եթե ես ունեմ հնարավորություն ազդելու ներքին գործերի նախարարի վրա ու շոու կազմակերպելու, խոստանում եմ այնպիսի շոուներ կազմակերպեմ, որ դուք նման բաներ դեռևս չեք տեսել։